Կներկայանաք նախ։ Բարև ձեզ, ես Ժաննան եմ, մենք ամբողջ ընտանիքով տուժել ենք Hello-Bit հարթակից, 6 հոգի, յուրաքանչյուր $1000 ներդրել էինք, որպեսզի օգուտ ունենայինք, մեզ Hello-Bit-ի մասին իմացել էինք մեր ծանոթ բարեկամներից, որոնք ևս տուժել էին։ Ինչպես էր այս մեխանիզմը աշխատում, ինչպես ստացվեց, որ գումար ներդրեցիք ու հետ չստացաք։ Դա տելեգրամյան ալիքներ կային, որոնց միջոցով գալիս էին կոդեր, այդ կոդերը դնում էինք Hello-Bit-ի հավելվածի մեջ, ժամեր կային հստակ, ժամերին մտնում էինք, կոդերը հավաքում էինք, օրինակ եթե ներդնում էինք այդ պահին $10, օրինակ $5-ից $6 շահույթ էինք արդեն ունենում։ Այդպես 3 խաղ, օրինակ $15 օրական գալիս էր, եւ շահույթը մեծանում էր, արդեն օրինակ 10-ի փոխարեն ներդնում էինք 15, 15-ից գոնելի 10-ը գալիս էր, այդպես 3 անգամ $10 շահույթ էինք ունենում։ Որ պահից սկսած էլ շահույթ չունեցաք։ Երբ Hello-Bit-ը պայթեց, երբ սկսեցին նորություններ տարածվել, որը չեն կարողանում գումարը կանխիկացնել, մենք եւս փորձեցինք, չէր ստացվում, այդպես իմացանք, որ արդեն ամեն ինչ կորցրեցինք։ Իսկ ընդհանուր ինչքան գումար էիք կանխիկացրել։ Մեր տան անդամներից մեկն էր կանխիկացրել, առաջին ինքն էր մտել հավելվածի մեջ, երբ տեսանք, որ լինում է կանխիկացնել, ամեն ինչ ոնց որ ռեալ է, հա, արդեն մյուս անդամներով եւս մտանք $10։ Չէ, $10 գալիս էր մեկ կոդից, կոդը գալիս էր օրը 3 անգամ, մեկ կոդից $10 օրինակ, այդպես 3 խաղ, $30 օրինակ մոտավորապես գալիս էր։ Մեկ օրում։ Մեկ օրում։ Իսկ մեկ օրում եք կանխիկացրել, ուրիշ օրեր։ Չէ, պետք է 1000-ը լրանալ, նոր կարողանանք կանխիկացնել։ Մոտավորապես 40 օրում, 35-ից 40 օրում լրանում էր այդ 1000-ը եւ կարող էիր կանխիկացնել։ Երբ մեր տան անդամներից մեկը կանխիկացրեց, տեսանք, որ ստացվում է, մյուսներս եւս գրանցվեցինք եւ չհասցրեցինք կանխիկացնել, այսպես ասած։ Հիմա ինչ սպասելիքներ ունեք քննչական կոմիտեից, դուք եւս հանցագործության մասին դիմումի հետ մուտքագրման միացել։ Անպայման, հա, դիմում գրել ենք, բոլորս գրել ենք, պարոն Կարագոզյանի գլխավորությամբ, հավատում ենք, որ արդարությունը կվերականգնվի, տուժած քաղաքացիների գումարները ետ կտան։ Բայց այստեղ դուք եղել եք հանդիպան առհասարակ այս ընթացքում եւ ինչ պատասխաններ են տվել իրավապահները։ Շատ նորմալ, adekvat ընդունել են, քննիչ մեզ արձակունությունը վերցրել է, նորմալ պատասխանել, շատ նորմալ։ Սպասում ենք, որ արդարությունը կլինի եւ գումարները ետ կտան։ Քանի որ նաև այստեղ հավաքված քաղաքացիներից մեկը, տուժած քաղաքացիներից մեկը քիչ առաջ ասաց, որ օրինակ իրեն ասել են գլուխը տուրեր այդ ժամանակ, այսինքն պարոն Կարագոզյան այդ բան չկար, հիմա նա մեզ համախմբում է, ինձ թվում է իր գործոնն է, որ գործը առաջ է գնում, այսպես ասած։ Շնորհակալություն։